Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականի ծրագրերում ամրագրված է, որ կառավարության ջրային տնտեսության ոլորտի քաղաքականությունը նպատակաուղղված է ոռոգման ջրի մատակարարման, հուսալի, կայուն, անվտանգ, ինչպես նաև մատչելի ծառայությունների ապահովմանը, նաև ոլորտում իրականացվող բարեփոխումների զարգացմանը։ Հաշվի առնելով այս հանգամանքը եւ այն, որ ոռոգման համակարգը դեռևս շարունակում է մնալ պետական ներդրումային գերակայությունների շարքում, Ճամբարակ համայնքի շողակատ բնակավայրում ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, համայնք եւ պետություն համագործակցության արդյունքում ներդրվեց եւ փորձարկվեց խելացի ոռոգման համայնքային ծառայությունը։ Ծառայության ներդրման համար հաշվի ենք առել մի քանի կարևոր կետեր, մասնավորապես ՀՀ կառավարության քաղաքականությունը, որը նպատակաուղղված է չօգտագործված գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, ոռոգման ջրի հասանելիության մակարդակի բարձրացմանը, ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառմանը եւ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը։ Հաշվի ենք առել համայնքի կարողությունները եւ գերակայությունները, ինչպես նաեւ բնակիչների կարիքները եւ ծառայության դիմաց վճարելու պատրաստակամությունը։ Անդրադառնալով խելացի ոռոգման համակարգին, կարևոր է նշել, որ այն իր մեջ ներառում է գեոմեմբրանային օրվա կարգավորիչ ջրավազան, հիդրոօթերոթաբանական կայան, արևային համակարգերով աշխատող պոմպակայան, ինչպես նաև ինքնակառավարվող ջրբաշխիչ հանգույցներ։ Կառուցված ջրավազանը կախված ոռոգման համակարգերի ընտրությունից օրվա ընթացքում կարող է ապահովել 50-ից 150 հեկտար հողատարածքների ոռոգում։ Ասեմ, որ տարածաշրջանում ծրագիր ունի մեծ պահանջարկ, ՄԱԶԾ աշխատակիցների եւ մեր կողմից բնակչության շրջանակներում անց եկածվել հարցումներ, պարզվել է, որ բնակիչները պատրաստակամ են յուրաքանչյուր խոնարհ մետր ջրի համար վճարել մինչև 100 դրամ, ներդրվող համայնքային ծառայությունը եզակի է, այն իր մեջ չի պարունակում ավանդական ոռոգման համակարգեր, ինչի արդյունքում նվազեցվում է ջրի էլեկտրաէներգիայի կորուստները։ Բնակչության շրջանում առկա է մեծ հետաքրքրություն, սպասում ենք, ակնկալում ենք տնտեսական մեծ էֆեկտ։